Ինչ եք կարծում, սա ինչ է։ Ես վստահ եմ, որ շատերդ մտածում եք, որ մի համեղ բան ենք պատրաստելու այսօր, բայց իրականում ճիշտ հակառակը։ Լոգանքի համար նախատեսված փրփուր ենք պատրաստելու, սա կոչվում է պինդ փրփուր, որը կարելի է օգտագործել եւ երեխաների, եւ մեծերի մաշկի խնամքի համար։ Ինչպես է սա աշխատում։ Այսպես մի կտոր վերցնում ենք եւ այսպես գցում ենք, ինքը պինդ է լինելու, հիմա փափուկ է, որովհետեւ նոր է պատրաստված, բայց արդեն բավական պնդացել է։ Վերցնում ենք եւ գցում սովորական լոգանքի համար նախատեսված ձեր ջրի մեջ եւ ջուրը շիթով բացում վրան, քանի որ հիմա այստեղ չկա որ շիթով բացեմ, պարզապես ջրի մեջ եմ դնում եւ սպասում, որ մի փոքր ինքը բացվի։ Սպասում ենք մի փոքր բացվի ու սկսում ենք փրփրացնել։ Տեսեք, դեռ տեղում է, բայց արդեն փրփուրը բավական շատ է։ Այս փրփուրը շատ լավ պահպանվում է։ Հերթով բոլոր գույները բացվում են։ Հիմա անցնում ենք այսպիսի գեղեցիկ փրփուրների պատրաստմանը։ Դե ինչ, անցանք գործի։ Սկսում ենք լոգանքի փրփուրի պատրաստման ընթացքը։ Մեր այս հրաշալի ապրանքի համար, որը շատ հետաքրքիր է լինելու եւ պատրաստելը եւ իհարկե օգտագործելը, մեզ անհրաժեշտ է 3 շատ պարզ բաղադրիչ։ Մեկը օսլա, մյուսը սոդա, երրորդն էլ կլինի, կարող եք օգտագործել ձեր սիրելի լոգանքի գելը, շամպունը կամ ամանների հեղուկը, որը ունեք ձեռքի տակ եւ կամ որը ավելի նպատակահարմար կհամարեք։ Հիմա սա ուղղակի բազային բաղադրատոմսն է, հետո կարող եք մեջը ձեր ցանկացած այլ հետաքրքիր հոտեր կամ այլ նյութեր ավելացնել, դա արդեն հետը կասեմ, բայց սա հիմնական բաղադրիչներն են, որոնք ձեզ անհրաժեշտ են։ Դե սոդան գիտեք, ամենտեղ վաճառվում է, օսլան էլ էլի բոլոր սննդի խանութներում եւ կարող եք մի փոքր էլ բույր ավելացնել։ Իմ մոտ պրոֆեսիոնալ բույր է, բայց սա ցանկացած այսպիսի բույրեր կարող եք համեմունքների, տորթերի, բաժիններից, տորթերի խանութներից գնել, նաեւ դա չի խնդիր։ Այս ապրանքը հիմա որ տեսնում եք, որը քիչ առաջ ցուցադրեցի, երկար, հրաշալի երկար պահպանվում է, չորանում է, պինդ է լինում եւ հեշտ է լինում օգտագործել, այնպես որ կարող եք մեկ անգամ պատրաստել եւ մի քանի անգամ, տասնյակ անգամներ օգտագործել։ Հիմա անցնենք բուն ընթացքին, պատրաստման բուն ընթացքին։ Ես 3 գույնով եմ պատրաստելու։ Դրա համար միանգամից 3 տեղով եմ լցնում, որպեսզի չափաբաժինները համապատասխան լինեն։ Այսպես մի լավ մեծ գդալ։ 2, ամեն մեկի համար 3 գդալ վերցնում եմ, որ չափսերը համապատասխան լինեն։ Այս բաղադրատոմսում առհասարակ հիշելու մեծ խնդիր էլ նույնիսկ չկա, որովհետև ամեն ինչից վերցնում եք հավասար չափսերի։ Այս ստեղծագործական պահը բավական հետաքրքիր է, որովհետև ավելի նման է պլաստիլինով աշխատանքի, բայց փոխարենը, եթե երեխաների հետ սկսեք պատրաստել, ավելի օգտակար արդյունք եք ստանում, որովհետև հնարավոր է նաև հետո օգտագործել։ Հաջորդ նյութը վերցնում եմ սոդան եւ ավելացնում նույն քանակությամբ։ 1, 2 եւ 3։ Կարող եք չտանջվել մաղել, որովհետև միևնույնն է, հիմա տրորելու ենք եւ ամեն ինչ իրար հետ հավասար կմիախառնվի։ Իդեպ այս ապրանքը նաև շատ հրաշալի կարող են նվեր դառնալ, երեխաները, որոնք ձեր հետ կարող են պատրաստել, կարող են նվիրել կամ ինչու ոչ, ինքներդ էլ եթե պատրաստեք ում ուզեք կարող եք նվիրել, շատ կուրախանան նվեր ստացողները։ Հիմա մեզ հարկավոր է լինելու 3 գույն, դրա համար ես օգտագործում եմ սովորական գույները, որոնք որ կան ցանկացած խանութում, բայց քանի որ գույնը փոշու մեջ ամբողջությամբ կարող է չբացվել, դրա համար մի փոքր ես իմ մոտ եղած գույները նախապես բացում եմ։ Դե ամեն տարայում առանձին։
Իդեպ այս դեղին գույնը, որ այստեղ դեղին է երևում, հիմա կտեսնեք ինչ հետաքրքիր գույն կստացվի։ Չեմ ասում, ինտրիգը պահում եմ։ Մի թեյ գթալ պարզապես ջուր եք լցնում, շատ պետք չի, որովհետև եթե շատ անենք, չենք կարողանա մեր ապրանքը ստանալ։ Սա կարմիր է, սա գազերագույն, որովհետև հիմա բավական այստեղ մուգ է, դրա համար դեռ գույները լավ չի երևում։ Ավելի ճիշտ հակառակն ասցի, սա կարմիրն էր, սա գազերագույն է։ Իսկ այս մեր գաղտնի գույնը կանաչը։ Վերջ։ Մեր գույները թող մի քիչ բացվեն։ Անպայման խորհուրդ կտամ օգտագործել սննդային գույներ, որովհետև լոգանքի համար եք օգտագործելու, ջրաներկի կամ քիմիական նյութերը չեն լինի, իրենք կարող են ալերգիա առաջացնել։ Այս պահը անպայման հիշում ենք, որովհետև մենք մեզ համար լոգանքի համար օգտակար միջոց ենք պատրաստում, դրա համար օգտագործում ենք հենց լավ որակյալ նյութեր։ Դե լոգանքի գելը մարմինը մաքրելու համար մեզ օգտակար է, սոդան, եթե կան բորբոքումներ կամ վերքեր, դա կարող է չորացնել, լավացնել, իսկ կրախմալը պարզապես օսլան, ավելի ճիշտ, կարող է հենց մարմինը բավական լավ փափկացնել։ Դրա համար մենք սիրով օգտագործում ենք հենց այս մթերքները։ Լցնում ենք սա այստեղ և սկսում լավ տրորել։ Ավելի ճիշտ կլինի այստեղ տրորեմ, որ ավելի հարմար լինի։ Այսպես մի քիչ տրորում եք, մի փոքր գույները բացվեն ու նոր ավելացնում ենք մեր մյուս բաղադրիչը։ Ես այստեղ բալի բույր եմ օգտագործելու, ջրի մեջ հրաշալի է բացվում, բայց քանի որ հաշվի ենք առնում, որ շատ թունդ են այս հոտերը, շատ չէ, այստեղ առանց չափազանցության մի 2-3 կաթիլը լրիվ բավական է, որովհետև հոտը շատ խիտ է, հետո շատ ուժեղ կլինի, լոգանքի ժամանակ կարող է խանգարել։ Իդեպ, եթե դուք արդեն պատրաստի լոգանքի գելեր օգտագործեք, բնականաբար իրենց մեջ գույներ կան, կարող են ձեր խառնած գույները չստացվել, դրա համար թե ուզում եք ձեր ուզած գույները, ուրեմն ընտրեք ամենաբաց գույները, լոգանքի գել, շամպուն կամ ամանների հեղուկ, որը կուզենաք։ Դե եթե լողանալու համար եք պատրաստվում անել, լոգանքի գելը այս պարագայում ավելի լավ է։ Ես էլ նմանատիպ մի միջոց եմ օգտագործում, սա իհարկե պրոֆեսիոնալ նյութ է, ավելի ես հենց դա եմ օգտագործում, բայց ձեր դեպքում կարող եք հենց դուք այդպես էլ օգտագործել։ Խառնում եք այնքան, նյութը պիտի լինի այնքան, որ հիմա ձեզ ցույց կտամ ինչպիսին պիտի դառնա ինքը ձեր ձեռքի մեջ, որ ստացվի։ Այսպես վերցնում ենք, եթե սկսում է ձեռքի մեջ կպնել, նշանակում է եղել է։ Դեռ մեր պարագայում չի ստացվել։ Դեռ մի փոքր խոնավացնելու կարիք ունենք։ Եթե նենց ստացվի, որ հանկարծ շատ լցնեք ձեր նյութը, այդտեղ խնդիր չկա, նույն քանակությամբ վերցրեք ու ավելացրեք և սոդան և օսլան։ Արդեն սկսում է կպնելը, տեսեք, ինքը հենց այսպես էլ պիտի լինի։ Այսպես բոլորը մի լավ տրորում ենք, մի քիչ էլ ենք տրորում և սկսում ձեռքով։ Հենց այս պրոցեսն է, որ ձեր երեխաներին շատ դուր կգա, երբ միասին պատրաստեք։ Սկզբից միանգամից չմտածեք շատ չոր է, որովհետև սկզբում երբ շատ չոր է, բայց սկսում ենք մի քիչ տրորել, այստեղ քիմիական պրոցեսներ են գնում, երբ որ ասում եմ հիմա քիմիական, այս քիմիական բառից հարկավոր չի վախենալ, որովհետև նաև ջուրն է քիմիական նյութ համարվում,
Այս խառնվելու process-ն էլ կոչվում է քիմիական process։ Դրա համար, երբ ասում եմ քիմիական, այստեղ վախենալու ոչինչ չկա։ Այդ պարագայում ինքը սկսում է մի փոքր արդեն ավելի փափկել։ Վերջ։ Այս մի նյութը մեր պատրաստ է։ Հիմա կանցնենք մեր մյուսին։ Մաքրենք, անցնենք մեր մյուսի խառնելուն։ Այստեղ կստանանք մեր կարմիրը։ Կավելացնենք բույրը և կանենք նույն պրոցեսը։ Այսպես լավ տրորում եք, որովհետև հիշում եք, որ սկզբում ամեն ինչ չի, որ խառնել ենք իրար, և եթե այս նյութերը լավ խառնված չլինեն, իրենք բնականաբար չեն բացվի և փրփուր չեն տա։ Տեսնում եք գույնը ինչ հաճելի այսպես բացում։ Եթե շատ անեք ու շատ մուգ ուզենաք անեք, կարող է ձեր մարմինը ներկել։ Դրա համար խորհուրդ չէի տա, որ դուք լցնեք ավելին, քան պետք է։ Ճիշտ է, կարող է ավելի վառ ստացվել, ավելի գեղեցիկ, բայց դե կարող է նաև մարմինը ներկել։ Իսկ երեխաների պարագայում կարող է նաև ալերգիկ լինել, բայց այսպես քիչ քանակությամբ իրենք շատ անվտանգ են, որովհետև այս նույն ներկերը նաև սննդի մեջ է օգտագործվում և շատ քաղցրավենիքներ հենց այս գույներով էլ ուտում եք։ Այնպես որ լոգանքի համար սա անվտանգ խնամքի միջոց է և որ ամենակարևորը շատ հետաքրքիր և օգտակար։ Նորից անցանք ձեռքով հունցելուն։ Այսպես կարող եք մի լավ հունցել, դե ինչքան խառնվի, դառնա միասեր զանգված, արդեն ինչպես ցույց տվեցի պլաստիլինի նման, այդքան ավելի լավ։ Այս գործում երևակայությունն ուղղակի անսպառ է, կարող եք անել ձեր ցանկացած գույնը, ձեր ցանկացած ֆորմայով, քանակի, չափսի, լրիվ անհատական է մոտեցումը, այնպես կանեք, ինչպես որ դուք կորոշեք այդ պահին, ինչը որ ձեզ ավելի հետաքրքիր կթվա։ Տեսնում եք, սա էլ արդեն պնդացավ։ Եթե օգտագործեք հեղուկ գույներ, այդ պարագայում ընդհանրապես էլ կարիք չի լինի ջրով բացելու։ Հեղուկ գույներ էլ կան, տեսեք ձեր համար որը։ Իսկ եթե խանութներում հանդիպեք այնպես, որ և գույնը և բույրը մի տեղում է, որովհետև այդպես էլ է շատ տորթերի խանութներում, հենց կարող եք միանգամից այդպես վերցնել, էլ գույնը չեք բացի, միանգամից գույնն ու բույրը միասին մի տեղում կլինեն։ Այո, այսպես նաև պատրաստ է արդեն մեր հաջորդ։ Կարող ենք ասել մեր հաջորդ գունդը։ Այո, ուրիշներն այսպես իրենց տեսանյութերում գաթաներ են պատրաստում, քաղցրավենիքներ, իսկ մենք մեր համովությունները, իհարկե, որ հիմա ինչ-որ մեկը այստեղ մտնի, ոչ մեկը չի հավատա, որ մենք լոգանքի համար ենք պատրաստում, որովհետև եթե այստեղ տեղում լինեիք, ինքը շատ անուշ բույր է տարածում և դժվար է պատկերացնել, որ սա ուտելու համար չի նախատեսված։ Հիմա երբ որ պատրաստենք, վերջացնենք, կտեսնեք, որ տեսքով էլ նաև ավելի շատ ուտելի տեսք ունի։ Ահա, հերթը հասավ մեր գեղեցիկ սիրուն կանաչին։ Մի քիչ էլ բույր։
ասեմ, որ շատ հոգնած եք լինում, այսպիսի գործ անելը իրականում շատ հետաքրքիր է ու նյարդերը շատ լավ է հանգստացնում, հատկապես երբ դրանից հետո վառ գույներով գեղեցիկ ստեղծագործություն եք ստանում։ Իսկ ավելի լավ երևակայել սիրող մարդիկ կարող են նաև այս բաղադրատոմսով գումար աշխատել։ Այսպիսի ապրանքներ բավական հեշտ կարելի է վաճառել, հատկապես որ պահպանման խնդիր չունեն եւ շատ երկարակյաց են։ Երբ որ մենք սարքենք վերջացնենք, ինքը շատ պինդ է ստացվելու եւ հեշտ է լինելու օգտագործել, նաեւ փաթեթավորել, վաճառել։ Մենք մեր էջում այս ապրանքներից չունենք, բայց դե ինչպես ձեզ խորհուրդ տվեցի, այնպես էլ ինձ եմ խորհուրդ տալիս, հաստատ կարելի է ունենալ։ Մեր բոլոր ապրանքներին կարող եք ծանոթանալ մեր էջի տակ դրած հղումներով, մեր Facebook-ից կարող եք գնել, Instagram-ից եւ Viber-ից։ Դե արդեն գիտեք, որ շամպուններ ունենք, լոգանքի համար նախատեսված ամենատարբեր խնամքի միջոցներ, որը թեփ է բուժում, վերքերը լավացնում, ինչպես նաև մաշկի խնամքի համար նախատեսված պիլինգներ ունենք։ Մի խոսքով մեր ապրանքները կարող եք ձեռք բերել մեր էջից։ Դե մեր մշտական հետևորդներն այդ մասին արդեն գիտեն։ Նոր հետևորդներին հիշեցնելը ավելորդ չէր կարծեմ։ Նորից անցանք ձեռքով մցելուն։ Ահա, սա էլ կանաչը։ Եթե դուք հանկարծ սրանից փափուկ անեք, ինքը այսպես կարող է հալվածի նման ծորալ եւ ձեր ուզած այդ ֆորմաները չպահել։ Իհարկե, թե ինքը մի քիչ մնա նաեւ հետո կչորանա, այդ խնդիրը չեք ունենա, բայց իր հետ աշխատելը մի քիչ անհարմար կլինի տվյալ պահին։ Հիմա, եթե դուք չունեք ֆորմաներ, մի շատ պարզ ձևավորելու միջոց եմ առաջարկում։ Այսպես սննդային թաղանթը վերցնում եք, կտրում, մտադիր եմ ձևավորման մի քանի տեսակ ցուցադրել, դրա համար երևի կես-կես կանեմ։ Վերցնում եք, այսպես մի հատ նորից պլաստիլինի պես, քանի որ մի քանի րոպե դրել եք, արդեն ամեն մեկը մի քիչ կարող է պնդացած լինել, դրա համար մի հատ էլ պլաստիլինի պես տրորում եք ու արդեն վերցնում սկսում։ Դե ամեն մեկը իր երևակայության սահմաններում կարող է իր որոշած դիզայնն անել, ուղղակի ես այսպես 1-2 տարբերակ ցուցադրեմ, որը հնարավոր է հեշտ անել եւ եթե չունեք ֆորմա, գոնե մի քանի հետաքրքիր բան կստանաք։ Վերցնում ենք հաջորդը, կրկին կիսում, դնում այս շերտի վրա ու նորից գրտնակում։ Այսպես եթե մի քիչ ճաքի կամ մի բան, այդ ոչինչ, բացարձակ ձևով դա խնդիր չի, որովհետև մենք հələ կֆռացնենք եւ մի քիչ էլ դեռ կպնդանա։ Հաջորդ մեր գույնը։ Այսպես կարելի անել ամենատարբեր գույներով, ամենատարբեր նախշերով, մի խոսքով ոնց որ ունեք հմտություն։ Դե թե չունեք, պարզապես այսպես կարող եք վերցնել, փոքր գնդիկներ անել եւ դնել։ Այդ եթե ընդհանրապես չունենաք ոչ մի տեսակ երևակայություն։ Սա ամենահեշտերից եւ հետաքրքիրներից է, դրա համար հենց այս մի տարբերակն առաջարկեցի։ Երևի մի փոքրիկ էլ մտնեմ մեջտեղը, էլի հետաքրքիր կլինի գույնը։ Սա էլ կարող ենք այսպես երկար անել։ Միշտ այս դեպքերում հետաքրքիր է ստացվում այն առումով, որ չգիտես թե վերջում ինչ տեսակ նախշ է լինելու։ Այո, հենց սա էլ կոչվում է ստեղծագործություն, որը ինչ խոսք շատ հետաքրքիր է։
Քանի որ մենք սննդային թաղանթի վրա ենք դրել, արդեն այս պտտացնելու պահը բավական հեշտ է ստացվելու։ Հետը այսպես կպտտացնեք, հետը կարգի բերելով։ Սխմում եք, որ մեջը օդ չմնա, որովհետև եթե օդ մնա, սկզբում կարող է փշրվել։ Դե քանի շեր դնեք, այդքան հաստ կստացվի, դե դուք տեսեք ինչ հաստության եք ուզում։ Այսպես մի քիչ էլ սխմում եք բոլոր կողմերից, որ լավ պնդանա, չփշրվի։ Մի փոքր էլ կտրում եք, էլի սննդային թաղանթ, որ մեր բոլոր կտրած արդեն պատրաստածները գեղեցիկ շարենք իր վրա, մինչև վաղը մնալու է։ Այսինքն, եթե մի օր մնա, մի քանի ժամ էլ ինքը շատ արագ սկսելու է պնդանալ, այսպես քարանալ, բայց հենց այդպես պետք է լինի, որ ավելի հարմար դառնա օգտագործելուց, իր օգտագործման ձևն է այդպես։ Տեսեք։ Նայեք, ինչ գեղեցիկ են ստացվում։ Սրանք ամեն մեկը մի լոգանքի համար լրիվ բավական են։ Այո, անպայման խորհուրդ եմ տալիս անել, տանեցիներին զարմացնել։ Հաստատ շատ կզարմանան, էլ չեմ ասում, երբ ինքներդ ձեզ համար մի լավ սպա կազմակերպեք ձեր տանը, լոգանք ընդունեք ես ձեր պատրաստած անուշաբույր գեղեցկություններով, ինքներդ էլ ձեզ շատ կգովեք։ Վերջ, սրանք դնում եմ արդեն քարանա։ Փորձում եմ կատարել իմ հաջորդը։ Զարդը փորձենք։ Այս անգամ էլ կարող ենք սոտակը թողնել։ Մի հատ նորից, քանի որ ինքը արդեն գնալով սկսում է չորանալ, մի փոքր էլ արագ եք անում։ Կարող եք հենց ուղղակի այսպես արդեն արել եք, կտրատեք, քառակուսիներ, չգիտեմ, այնտեղ տորթի տարբեր նախշեր կան, դրանցով պարզապես կարող եք անել, ինչպես որ ուզենաք, չգիտեմ հիմա այսպես ինչ կարելի է, լավ, սա էլ թող վրան լինի։ Մի քիչ այստեղ ձեռքիս տակը հարմար չեղավ, շատ մոտիկ դրեցի, գեղեցկացնենք, քանի որ էլ ուրիշ չունենք։ Նորից էլի նույն կերպ սկսում եք փաթաթել։ Այսպես լավ պինդ սխմում եք, որ օդ չմնա ու չքանդվի։ Հետո չի քանդվելու, արդեն ինչպես ասեցի։ Կարող ենք այսպես կտրել, տեսեք, այստեղ է արդեն ուրիշ եղավ։ Կարող ենք այսպես կտրել։
Չէ, երևի էսպես անենք։ Էսպես էլ անել։ Այսպիսի գեղեցիկ հրաշալի փրփուրներ պատրաստեցինք լոգանքի համար։ Հիմա տեսնենք, թե ինչպես են այն օգտագործում։ Այսպես մեկնումեկի հետ դնում ենք, վերջ։ Ահան, այսպիսի հրաշալի լոգանքի համար նախատեսված պինդ փրփուրներ օգտագործեցինք։ Ամեն մեկը մեկ անգամ կարող եք գցել մի ամբողջ վաննայի մեջ ու այդպես հրաշալի սիրուն կփրփրի եւ փրփուրը բավական երկար պահպանվում է։ Դե արդեն տեսանյութի սկզբում էլ տեսակ ինչ գեղեցիկ փրփուր է ստացվում։ Ձեր հետ էի ես, Աննա Հովհաննիսյանը, կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել մեր էջի տակ տեղադրված հղումի մեջ եղած հեռախոսահամարով։ Կհանդիպենք մեր հաջորդ հանդիպմանը։